Ողջույն։ Ռուսաստանի քաղաքական ու մեդիա շրջանակների վերջին հայտարարություններն արդեն վաղուց անցել են սովորական բարեկամական կարծիքների սահմանը։ Այնինչ այսօր հնչում է Մոսկվայից Հայաստանի հասցեին ավելի շատ հիշեցնում է նախկին կայսրության լեզու, որը մինչև հիմա չի համակերպվել իր ազդեցության սահմանների կրճատման հետ։ Ամեն անգամ, երբ Հայաստանում սկսվում է ներքաղաքական ակտիվ շրջան, Ռուսաստանից անմիջապես հայտնվում են մարդիկ, որոնք սկսում են որոշել, որ քաղաքական ուժն է ճիշտ, որն է սխալ, որ ընտրությունն է ընդունելի, որը ոչ։ Եվ ամենազավեշտալին այն է, որ այդ դասերը հաճախ տալիս են այն երկրի ներկայացուցիչները, որտեղ իրական քաղաքական մրցակցությունը վաղուց վերածվել է ձևականության, իսկ ընտրությունների արդյունքները շատ դեպքերում հայտնի են դեռ մինչև քվեարկության օրը։ Ռուսական քաղաքական շրջանակների մի հատված մինչ օրս Հայաստանին նայում է ոչ թե որպես անկախ պետության, այլ որպես ազդեցության գոտու։ Նրանց մտածողության մեջ Հայաստանը պետք է ունենա միայն այնպիսի իշխանություն, որը հարմար կլինի Մոսկվային, իսկ ցանկացած ինքնուրույն քաղաքականություն անմիջապես որակվում է որպես արտաքին ազդեցություն, դավաճանություն կամ արևմուտքի նախագիծ։ Այսինքն, եթե հայ ժողովուրդը կատարում է ընտրություն, որը դուր չի գալիս Կրեմլին, ապա մեղավորը ժողովուրդը չէ, այլ անպայման ինչ-որ արևմտյան կենտրոններից հրաանգավորված ուժեր։ Այս մոտեցումը ոչ միայն անհարգալից է Հայաստանի նկատմամբ, այլ նաև խորապես նվաստացուցիչ, որովհետև դրա հիմքում մի պարզ գաղափար կա. հայաստանցին իբր ի վիճակի չէ ինքնուրույն որոշելու իր երկրի ապագան եւ անպայման պետք է մնա որևէ այսպես ասած մեծ եղբոր վերահսկողության տակ։ Իսկ իրականում հենց այս մտածողությունն է տարիներով թունավորել Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները։ Ավելին, Ռուսաստանը կարծես չի հասկանում, որ իր ազդեցությունը Հայաստանում ամենաշատը քանդում են ոչ թե արևմտյան դեսպանատները կամ արտաքին քարոզչությունը, այլ հենց ռուս падգամավորներն ու քարոզիչները։ Ամեն հերթական ամբարտավան հայտարարությունից հետո Հայաստանում ավելի շատ մարդիկ են սկսում Ռուսաստանն ընկալել ոչ թե որպես գործընկեր, այլ որպես պետություն, որը չի հարգում Հայաստանի ինքնիշխանությունը եւ մինչեւ հիմա փորձում է խոսել վերադասի տոնով։ Ժամանակները փոխվել են։ Հայաստանն այլևս այն երկիրը չէ, որտեղ կարելի է բացահայտ միջամտել ներքին քաղաքական կյանքին ու ակնկալել լուր հնազանդություն, եւ որքան Ռուսաստանը շարունակի խոսել սպառնալիքի, ճնշման ու քաղաքական թելադրանքի լեզվով, այնքան ավելի արագ է սեփական ձեռքերով կորցնելու այն վստահությունն ու ազդեցությունը, որը դեռ ինչ-որ չափով պահպանվել է հայկական հասարակության մեջ։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։